Նոր խորհրդարանում Ռուբեն Ռուբինյանը կնստի ազգային ժողովի նախագահի աթոռին, ով է շարունակելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում որոշում դեռևս չունեն։ Նաև այն պատճառով, որ նաև Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ, այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են։ Վերջին հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը Փաշինյանին դարձյալ հիշեցրել է իրենց առաջարկի մասին՝ մեր երկրում անցկացնելու հանրաքվե եւ Հայաստանի ժողովրդին որոշումով շարունակելու ճանապարհը թեքվելով կամ դեպի Եվրասիական տնտեսական կամ Եվրոպական միության կողմը։ Լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում է, այս պահին Մոսկվան ինչու է այսքան կարևորում Երևանի քաղաքական կողմնորոշման հարցը։ Դուք արդյոք առիթ տվել եք, որ Ռուսաստանում կասկածում են, որ քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չէ։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեց։ Իսկ ինչի անընդհատ մեր կանխավարկածը այն, որ մենք ենք պարտադիր ինչ որ վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա Փաշինյանը շարունակում է պնդել, այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա։ Ասում է, որ այո, դուք իրավունք ունեք ունենալ այլ ընտրանքներ, բայց այսօր որոշեք, թե որ այլ ընտրանքն եք ընտրում։ Ես ասում եմ, այն այլ ընտրանքը դեռ ձևավորված չի, սկսվել այլ ընտրանքը ձևավորելու process-ը, կձևավորվի այլ ընտրանք, հիմա ազնիվ չի լինի, որ մենք մեր ժողովրդի առաջ հարց դնենք, դուք չձևավորված այլ ընտրանքը ուզում եք թե չեք ուզում, որտեղ մեր ժողովուրդը լիքը հարցեր կտա, որոնց պատասխանները մենք այսօր չունենք։ Նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետք է գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության տեխնացուի կարգավիճակ ունենա։ Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե։ Նախքան Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին մասնակցելու է, որոշումն արդյոք մնում է ուժի մեջ Ռուսաստանի նախագահի հետ վերջին շփումից հետո, եթե փաստացի հայ-ռուսական օրակարգի կնճռոտ հարցերը ոչ թե իրենց լուծումն են ստանում, այլ Երևանի առջև դրված Մոսկվայի պայմանն է մնում անփոփոխ, հստակեցնելու արտաքին քաղաքական կուրսը։ Փաշինյանը հարցին ուղիղ պատասխան չի տալիս։ ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, իր ինստիտուտներով, բայց դա հարթակ է, որտեղ բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասելու եմ նաև այնտեղ։ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում այս հարցը քննարկման չեն առել, բայց Փաշինյանը վերահաստատում է դիրքորոշումը։ Սա Հայաստանի սեփականությունն է, պետք է օգտագործվի այնպես, ինչպես նպատակահարմար կգտնեն կառավարությունում։ Ձկնաբուծարանները սահմանափակումներով պայմանավորված դժվարություններ ունեն, կառավարությունն էլ որոշել է Արարատի եւ Արմավիրի մարզերում իշխանի թառափի բուծմամբ ու ձկնկիթի արտադրությամբ զբաղվող 135 ընկերության պետական աջակցություն տրամադրել։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով հետևյալ բանաձևով։ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով, ընդ որում 1 կիլոգրամի համար հաշվարկել ենք 900 դրամ արժեքը։ Ինչքան է պետք է աջակցել ձկնարդյունաբերությանը։ Այնքան աջակցենք։ Բայց պետք է համոզվենք, որ նույն կետում չենք մնում մենք։ Որովհետև այդ աջակցությունը կոնսերվացիա է, էվտանազիա է, թե այդ աջակցությունը առաջ գնալու ճանապարհը։
Երկշաբաթի արձակուրդից վերադարձած Փաշինյանը աջակցությունը խրախուսում է, բայց հարցեր ունի. ինչու է ձկնաբուծարանների տարեկան հարկային շրջանառությունը կազմում 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Ինչի, ես հարցին պետքա պատասխան ստանանք։ Էս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք։ Մենք այսօր ասում ենք աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Ինքը Փաշինյանը վաղուց ձկնաբուծարանների ձկներ չի օգտագործում։ Խնդիրները նկատում ոչ միայն այդ արտադրանքում, այլ առհասարակ Հայաստանում սննդի որակի հետ կապված։ Այսօրվա իրավիճակը կապված ԵԱՏՄ-ի ռուսական շուկայի եւ Ռուսաստանի շուկայի հետ շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Որովհետև էլ չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ էլ լավ էլի բան այս արձակուրդները թող անցնեն բան սեպտեմբերին։ Դիվերսիֆիկացիայի թեման շարունակելով Նիկոլ Փաշինյանն արձանագրում է տնտեսական ակտիվությունը Հայաստանում բավականին լավ է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են այդ մասին վկայում, նախորդ տարվա հունիսի համեմատ աճ կա 7.7%։ Նաև միջազգային ֆինանսական կառույցը Moody's-ն է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարելավել։ Շատ կարևոր է, որ միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերությունը արդեն իսկ ինքը արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժը ուժեղացել է եւ սա կարևոր արձանագրում է։ Վեդու ջրամբարի կառուցման ընթացիկ վճարման համար կառավարությունը քննարկել է 650 միլիոն դրամ տրամադրելու հարցը։ Այս ջրամբարի շինարարությունն ավարտված է, Փաշինյանը տպավորված է կառուցված աշխատանքից։ Այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։ Եվ հիմա ջրալցման աշխատանքները պլանով ըստ էության գնում են։ Բայց գործադիրի ղեկավարը հանձնարարական ունի այս ու կատարված մյուս գործերի մասին փաստաբավերագրական ֆիլմեր նկարել է պետք։ Դրանք Հայաստանի համար կարող են այցեկարգ դառնալ հիմա եւ հետո։ Եվ էլ եմ ասում, պետք չի խնդիրներ դնել, որ ասենք ենթադրենք 3 ժամանոց բաներ պետք է նկարենք, որ վերջում Օսկար ստանա։ Կարճ, պետք է, բայց ժանրն է շատ կարևոր։ Փաստաբավերագրական ֆիլմի ժանրն է։ Հայաստանում ստեղծագործականությունը պետք է խթանել հատկապես երիտասարդության շրջանում։ Այդ կերպ նաև մինիմալի կհասցվեն քրեական ենթամշակույթը։ Հենց դրա համար էլ նախաձեռնվել է Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթը, որին կառավարությունն աջակցում է։ Մրցանակային ֆոնդ ունենք, որը կազմում է 10 միլիոն դրամ, գլխավոր մրցանակի առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար նախատեսված եւ բնականաբար արված է ամբողջ նախապատրաստական աշխատանքը, որ เป զի փառատոնը պատշաճ կազմակերպենք։ Եվ սա իսկ կազմով կառավարության վերջին նիստն է։ Օգոստոսի 2-ին նրանք հրաժարական կտան։ 9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով հրաժարականից հետո Հայաստանի նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած տեխնացուին։ Իսկ մինչև այդ արդեն պարզ է, որ հաջորդ կառավարության նիստում չեն լինի ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վերջին 3-ը ԱԺ են տեղափոխվում որպես падգամավոր։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները։ Նրանցից շատերը Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներ են եղել, որոնց պահանջը աշխատանքի վերադառնալու հնարավորությունն է։ Ոնց են իրանք եկել աշխատանքի, մենք էլ ուզում ենք գնանք մեր աշխատանքի։ Չեմ ուզում տեղս փոխեմ, որտեղ 17 թվականից այդտեղ եմ աշխատում, 107 արդեն սանի հետ աշխատում եմ, որ որ ասում է ժողովրդական լեզվով ասած մի քիչ խորանանք, իրանց երեխեքն են երևի մեր մոտ մարզվում, ու ընդհանրապես ուզում են գնանք աշխատանքի, վայ։ Երբ կգնանք աշխատանքի, ոստիկանի պես, կառավարության աշխատողի պես, բժշկի պես, չգիտեմ ոնց ասեմ, բոլորի պես ուզում եմ գնամ աշխատանքի, պարապեն թողը ի՞նչ է բերելու պարապությունը։ Տարբեր հանգամանքներով վարորդական իրավունքի վկայականից զրկված քաղաքացիները առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, նշելով, որ նրանցից շատերը չեն կարողանում վերականգնել վկայականները, կան սահմանափակումներ, հավելել են, որ մեքենա վարելը շատերի համար աշխատանքի հիմնական միջոցն է ու պահանջել են արձագանք կառավարությունից։
Այս բռավեն իմ համար, կոնկրետ իմ համար, ասենք իմ ապրելու միջոցն է։ Ես շինարար տղա եմ, առավոտից իրիկուն շինարարությամբ եմ զբաղվում, իմ մեքենայի բագաժնիկը եւ բացեք լիքը գործիք է։ Ես չեմ կարող։ 3 հատ անչափած երեխա ունեմ, տաքսի քշելով եմ պահում։ Եթե մեր վարորդական իրավունքները չեն տրամադրելու մեզ, ուրեմն մենք ամեն ինչ անելու ենք, որ չգիտեմ ոնց ասեմ, չեմ էլ ուզում վատ բան ասեմ։ Երևանում քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններով զբաղվող կազմակերպված հանցավոր խումբ։ Ձերբակալվել են 4 կասկածյալներ, որոնց մոտ հայտնաբերվել են ըստ նախնական տվյալների գողացված ոսկյա եւ արծաթյա զարդեր, թանկարժեք քարեր, դրամական միջոցներ եւ այլ իրեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտունի գետապ ավտոճանապարհին բնակիչներից մեկը նկատել է կարմիր գրքում գրանցված Անդրկովկասյան Գորշ Արչի մոտ 4 ամսական քոթոտ, որը հայտնվել էր 6-7 շների հարձակման վտանգի տակ։ Քաղաքացուն հաջողվել է կանխել կենդանուն սպառնացող վտանգը եւ Արչի քոթոտին տեղափոխել իր տան հարակից օժանդակ շինություն։ Բնապահպանական տեսուչները Արչի քոթոտին անվնաս տեղափոխել են վայրի կենդանիների փրկարար կենտրոն, հատուկ ձագերի համար նախատեսված ապաստարան։ Նախորդին Բաքվում ըմբիշ Ջանես Նազարյանի պատվին հնչեց Հայաստանի օրհներգը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Նազարյանը դարձավ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն, եզրափակչում 4-3 հաշվով հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձույևին։ Միացյալ Նահանգները Իրանի ուղղությամբ հարվածների նոր ալիք է իրականացրել, թիրախների թվում եղել են Քեշմ եւ Քիշ կղզիները, ինչպես նաեւ Բուշեր քաղաքը։ Press TV-ի հաղորդմամբ Քեշմ կղզում հարված է հասցվել բնակելի շենքի, ինչի պլատակների տակ են մնացել տան անդամները, հայրը, մայրը եւ երեխան։ Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաեւ Բանդար Աբաս, Նոու Շահր, Սիրիկ եւ Նար Աբաս քաղաքներին։ Թրամփի հետ հանդիպմանն ու իրանական պատերազմին է անդրադարձել Իսրայելի վարչապետը։ Նա ասել է, որ Թրամփն ունի 3 տարբերակ։ Առաջինը իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդը շարունակել շրջափակումը եւ երրորդը ձեռնարկել ռազմական գործողություններ։ Ամեն ինչ, ինչը կհանգեցնի Իրանի միջուկային ծրագրի ավարտին, հենց այնն է, ինչ մենք ցանկանում է, ասել է Նեթանյահուն։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ զանգվածային հարվածների հաջող ավարտի մասին։ Նշվում է, որ դա արվել է ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակման երեկվա փորձի։ Ռուսաստանի զինուժը ԱԹՍ-ների միջոցով հարվածել է Սևծովում ուկրաինական զորքերի համար բեռների առաքում իրականացնող 3 նավերի, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ Միաժամանակ ուկրաինական դրոններն էլ Սևծովում հարձակվել են Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալի 2 լցանավերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի Թաման նավահանգստի վրա կան տուժածներ։ Ռուսական զինուժը գիշերը անօդաչու թռչող սարքերի, թևավոր եւ բալիստիկ հրթիռների կիրառմամբ լայնածավալ հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր բնակավայրերի։ Կիևի մի քանի շրջաններում հրթիռների բեկորներից մարդիկ են տուժել, կան զոհեր, հարվածներն ուղեկցվել են հրդեհներով։ Կրիվոյ Ռոգի Ռադուշնոյե բնակավայրում 6 մարդ, այդ թվում 6 եւ 15 տարեկան տղաներ են զոհվել։ Իվանո-Ֆրանկովսկի մարզում, Վիննիցայի, Չերկասիի, Սումիի շրջաններում, Լվովում նույնպես պայթյուններ են որոտացել, տուժել են բազմաբնակարան շենքեր, կան տասնյակ վիրավորներ։ Տուլայում մահափորձ է իրականացվել անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսական օդային տրանսպորտի լաբորատորիա ընկերության ղեկավար Անդրեյ Չերեզովի նկատմամբ։ Անհայտ անձը գիշերը բնակելի շենքի մուտքում 3 անգամ կրակել է Չերեզովի ուղությամբ։ Տուժածին շտապ հոսպիտալացրել են։ Քննարկվում է մահափորձի հնարավոր կապը Չերեզովի մասնագիտական գործունեության հետ։ Ռուսական օդային տրանսպորտի լաբորատորիա ընկերությունը հիմնադրվել է 2022-ին եւ զբաղվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ։
Կրակը գիշերը շարունակել է տարածվել Թուրքիայում։ Անտառային հրդեհներ են բռնկվել երկրի հարավ-արևմուտքում, Մուղլա եւ Անթալիա հանգստավայրային շրջաններում։ Ուժեղ շոկի տեղ-տեղ մինչև անգամ 52 աստիճանի ֆոնին կրակը տարածում է ուժեղ քամին։ Այն մարում են հարյուրավոր հրշեջներ, ինքնաթիռներ եւ ուղաթիռներ։ Երթևեկությունը փակվել է մի քանի առանցքային ավտոմայրուղիներում։ Կրակի տարերքն արդեն սպառնում է մի շարք բնակավայրերի։ Շոկի եւ ուժգին քամիների պատճառով անտառային խոշոր հրդեհներ են բռնկվել եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում եւ Հունաստանում։ Մոլեգնող հրդեհների դեմ պայքարում Կրետե կղզում 3 հրշեջ է զոհվել։ Հրշեջներից մեկն էլ զոհվել է Պելոպոնեսում բռնկված հրդեհի ժամանակ։ Ուժեղ ջրհեղեղը ողողել է Հնդկաստանի հյուսիս-արևելքը։ Ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է ավելի քան 78-ի, ավելի քան 300,000 բնակիչ մնում է աղետի գոտում։ Ջրածածկվել է 551 բնակավայր։ Առավել բարդ իրավիճակ է պահպանվում Չարայդեո օկրուգում, որտեղ տարերքից տուժել է 137,000 մարդ։ Կանադայում անտառային հրդեհները մեծ թափով շարունակվում են, չոր եւ շոկ եղանակը, ինչպես նաեւ ուժեղ քամիները նպաստում է կրակի արագ տարածմանը։ Բրիտանական Կոլումբիա նահանգում այժմ մոլեգնում է 145 անտառային հրդեհ, որոնց մարմանը ներգրաված է գրեթե 1000 փրկարար, մի քանի 100 հատուկ տեխնիկա, այդ թվում 162 ինքնաթիռ եւ ուղաթիռ։ Հազարավոր մարդիկ լքել են իրենց տները, այրվել են բնակելի տներ եւ այլ շինություններ։ 14-ամյա Վահե Ապիկյանն է, նրա նկարները հուլիսի 30-ին առավոտյան արդեն ամենուր էին։ Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս էր եկել Բաղյան փողոցի բնակարանից ու չէր վերադարձել։ Որևէ իր բացի եկեղեցական համազգեստից չէր վերցրել, միայն գրություն էր թողել, հրաժարվում է աշխարհի կյանքից, ցանկանում դառնալ ճգնավոր։ Գառնի բնակավայրի Խոսրովի անտառ պետական արգելոցի սկզբնամասում Առաջին տեղեկությունները Կոտայքի մարզից եկան։ 14-ամյա տղային տեսախցիկներն էին ֆիքսել Գառնիի քարերի սիմֆոնիայի մոտակայքում։ Ներքին գործերի նախարարի հանձնարարականով էլ ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ էին գործի անցել։ Մոտ 15 կիլոմետր շարավղով 10-ից ավելի համայնքային ոստիկաններ, Խոսրովի անտառ պետական արգելոցի Գառնիի տեղամասի մեծ թվով աշխատակիցներ կողմ բնակավայրի տարածքում ու Խոսրովի արգելոցում սկսել էին փնտրել։ Հիմի դուք բարձրամեք են ամենաբարձր տեղը, չէ՞։ Մի քանի ժամ անց ի վերջո տղային հայտնաբերել են Գառնիի անտառներից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ տեղից հայտնել է, որ տղան գտնվում է ադեկվատ ու հավասարակշռված վիճակում։ Նրան ծնողի հետ տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։